Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երգի 5-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան ուրեմն քննարկում է արարչագործության փուլերը։ Եվ այս պահին խոսքը գնում է այն աղոթքների մասին, որոնք կիսաստվածները մատուցեցին արարչին։ Մենք արդեն հույսով եմ, որ հասկացողություն ենք զարգացրել, որ ըստ արիացիների Գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է բանավորումներ եւ այն, ում մենք սովորաբար կոչում ենք Աստված, արիացիները ընդհանրապես համարում են նախասկզբնական Աստծո արարիչ մարմնավորումը, որը հատուկ նախատեսված է նյութական աշխարհի համար եւ կատարում է այդ ֆունկցիան։ Արարում է նյութական աշխարհը, պահպանում է նյութական աշխարհը եւ ոչնչացնում է այն, երբ գալիս է ժամանակը։ Ինչու համար է սա շատ կարևոր, որտեղ մենք պետք է հասկանանք, որ եթե մարդիկ իրենք մտածում են, որ Գերագույն Աստծո անձնավորությունը դա հենց արարիչն է, այսինքն որ ինքը ուրիշ ոչ մի ուրիշ զբաղմունք չունի, քան զբաղվել նյութական աշխարհում ապրող կենդանիակների խնդիրներով, ապա այդ գաղափարները իրանք իրականում այդքան էլ կոռեկտ գաղափարներ չեն, որովհետև Գերագույն Աստծո անձնավորության գոյությունը չի կարող լինի, հիմա այսպես արդեն կներեք, այդքան ողորմելի։ Արիացիները իրանք պնդում են, որ իրականում բազմազանությունը եւ հարաբերությունները գոյություն ունեն հոգեվոր աշխարհում եւ դրանք գոյություն ունեն, որպեսզի Գերագույն Աստծո անձնավորությունը վայելի իր գոյությունը։ Մենք բազմիցս տեսեք քննարկել ենք, ես մշտական այդ հաջորդականությունը թվարկում եմ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը արարել է բազմազանությունը, որ ինքը վայելի, բայց որպեսզի իր վայելքը լինի իրական, ինքը ընտրության կամ վերաբերմունքի ազատություն է տվել կենդանիակներին։ Եվ կան կենդանիակներ, որոնք իրենք օգտվելով այդ ազատությունից մեծ հաճույքով ցանկություն են հայտնել ապրել Գերագույն Աստծո անձնավորության հետ համաձայն նրա պատկերացումների, թե ինչպեսին է պետք է լինի հոգևոր աշխարհը, հա, եւ գտնվում են կենդանիակներ, որոնք իրենք այդքան էլ չեն համաձայնվում Գերագույն Աստծո անձնավորության որոշումների հետ եւ ցանկություն են զարգացնում անկախ իրավիճակում հայտնվել, որտեղ այդ անկախությունը իրենց հնարավորություն կտա, որպեսզի իրենք իրենցով, իրենց ճիգերով, իրենց գործունեություններով կարողանան հաստատել այն տեղը, այն դիրքը, որոնք իրենք ի վիճակի են զբաղեցնել այդ բազմազանության մեջ։ Մենք տեսնում ենք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ լոյալ է վերաբերվում կենդանիակների այդ ընտրությանը, ինչու համար, որովհետև հենց ինքն էլ տվել է այդ ընտրությունը եւ ինքը սենտիմենտալ կենդանի էակ չի, որպեսզի չհասկանա, որ եթե ինքը տվել է այդ ազատությունը, ուրեմն ինքը պետք է պատրաստ լինի։ Այսինքն ոչ թե ինքը պետք է պատրաստ լինի, այլ ինքը պատրաստ է ընդունել կենդանիակի ցանկացած որոշումը։ Եվ երբ որ կենդանիակները ցանկություն են հայտնում ապրել առանց իրա, դա իրեն բոլորովին չի զայրացնում, ինքը մեծ հաճույքով, մեծ պատրաստակամությամբ տարածք է տրամադրում այդպիսի կենդանիակներին, այդ տարածքը կոչվում է նյութական աշխարհ, որպեսզի իրենք կարողանան իրենց ցանկությունը իրականացնել։ Եվ տրամադրում է այդ ուրեմն խնդիրները լուծելու համար բոլոր պայմանները։ Բոլոր պայմանների մեջ մտնում է նաև այն հանգամանքը, որ երբ որ կենդանիակը ինքը փորձ է կատարում այսպես էլի շեշտել իր կարևորությունը ուրիշ կենդանիակների համեմատ, երբ որ ինքը հայտնվում է այնպիսի կենդանիակների հետ, որոնք նույնպես այդ նույն ցանկությունը ունեն, ապա շատ հաճախ իրանց միջև առաջանում է թշնամանք եւ Գերագույն Աստծո ազնվորությունը դա գերազանց հասկանում է թշնամանքի ժամանակ մի կենդանիակը ինքը
ցանկություն է ունենում ոչնչացնել մի ուրիշ կենդանի էակի։ Եվ դրա համար է, որ նյութական աշխարհում գերագույն աստվածավորությունը ինքը բոլոր կենդանի էակների մարմինները ստեղծել է խոցելի։ Սա հիմք է դառնում կենդանի էակների այդ ցանկության իրականացումը հիմք է դառնում, որ նյութական աշխարհում հայտնվում է մահվան գաղափարը։ Չէ, մենք տեսանք, որ երկրորդ քայլով գերագույն աստվածավորությունը ինքը ինչ որ կենդանի էակների, որոնք մենք սովորաբար կոչում ենք կիսաստվածներ, տալիս է ուրեմն որոշակի ֆունկցիաներ կատարելու, դիրք, որտեղ իրենք ղեկավարում են նյութական աշխարհի տարբեր ոլորտները։ Խոսեցինք նրա մասին, որ կիսաստվածները իրենք առաքինության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող ազնվորություններ են, ընդ որում պետք է ասենք, որ հետագայում, երբ որ սկսվում է աստվածամեժության դարաշրջանը, բոլոր այն ազգերը, որոնք իրենք շարունակում են երկրպագել կիսաստվածներին, արդեն կիսաստվածներին ներկայացնում են, եթե մենք արիացիների լեզվով խոսենք, ապա ներկայացնում են որպես կենդանի էակներ, որոնք իրենք գտնվում են այսպես էլի կրքի ազդեցության տակ։ Այսինքն կարող եք տեսնել, որ այդ կիսաստվածները արդեն ոչ մի առաքինության պահանջ, մաքրության պահանջ կենդանի էակների առաջ չեն դնում, շատ հաճախ նրանք նույնիսկ տրփանք են զգում սովորական մարդկանց հանդեպ եւ այլն եւ այլն։ Այսինքն շատ այսպես խարախշտիկ ինչ որ բան է էլի սկսվում։ Արիացիների կատարմամբ կիսաստվածները դրանք ազնվորություններ էին, որոնք իրենք ուրեմն հաստատված են այսպես ասենք կրոնականության մեջ, հա, ինչ է տալիս դա։ Դա տալիս է այն հանգամանքը, որ կիսաստվածները իրենք առաքինի կենդանի էակներ են։ Մենք խոսեցինք նրա մասին, որ իրենց ցանկություններով իրենք չեն տարբերվում մնացած կենդանի էակներից, որոնք ապրում են նյութական աշխարհում, բայց իրենք խիստ տարբերվում են իրենց մեթոդներով այդ ցանկությունները իրականացնելու, հա, որովհետև կիսաստվածների մեթոդները դրանք գերագույն աստվածավորության հիմքի վրա ինչ որ մի բանի հասնելու ճանապարհն է։ Ստանալով գերագույն աստվածավորությունից, եթե կարելի է այդպես պայմանականորեն ասել, այդ պաշտոնները, հա, կիսաստվածները իրենք հասկանում են, որ առանց գերագույն աստվածավորության աջակցության իրենք չեն կարողանալու կատարել այն ֆունկցիաները, որը իրենց վրա դրված է պատշաճ կերպով։ Եվ այդ պատճառով իրենք աղոթքներ են մատուցում Արարչին, որպեսզի ստանան նրա պաշտպանությունը։ Մենք տեսանք, որ հիմնական տրամադրությունը, որով կիսաստվածները իրանք դիմում էին գերագույն աստվածավորությանը, կայանում էր նրանում, որ նրանք հասկանում են, որ Արարիչը ինքը տրանսցենդենտալ ազնվորություն է, այսինքն ինքը արարում է նյութական աշխարհը առանց որևիցե նյութական կապվածությունների, չէ՞, եւ համապատասխան ուրեմն ինքը այդ գործընթացների արարման, պահպանման եւ ավիրման գործընթացների մեջ ներգրաված չի ոչ ատելությամբ, ոչ անարդար կապվածություններով եւ ոչ էլ նյութական բարիությամբ։ Ինքը պահպանում է իր տրանսցենդենտալ դիրքը, հա, այսինքն ինքը ոչ մի վարքյան չի մոռանում նրա մասին, որ իրականում կենդանի էակները իրենք հոգևոր սկզբունք են, ինքը քաջ գիտակցում է, որ ինքը կենդանի էակի հետ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում, որովհետև հոգին իր բոլոր պարամետրերով հավերժ է եւ չկա որևիցե մի որակ, որը ինքը ժամանակի ընթացքում կարող է կորցնել, հա, եւ ուրեմն սիրելիներս մենք ուրեմն տեսանք, որ կիսաստվածները իրենք
աղոթքներ մատուցելուց, առաջի հերթին խոսում են սովորաբար նրա մասին, ընդհանրապես դա աղոթքների կուլտուրան է։ Մենք դրա մասին խոսել ենք, երբ որ ուսումնասիրում էինք մայր կունծի աղոթքները, որ ասենք կենդանեակները իրենք երբ որ աղոթքներ են մատուցում Գերագույն Աստծո անձնավորությանը, ապա այդտեղ շատ կարևոր է, որպեսզի կենդանեակը սկզբում ինքը ասի նրա մասին, կոպիտ ասած, թե ինքը ինչպես գիտի, ինչպիսին է գիտի Գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ այստեղ ուրեմն մենք տեսանք, որ գիսաստվածները իրենք հենց այդպես էին դիմում Արարչին, որ իրականում ինքը լոտոսի է նման։ Ես մի թեթև քննարկեցի, որ այո, դա արիացիների այսպես տրադիցիան է Գերագույն Աստծո անձնավորությանը միշտ համեմատել լոտոսի հետ, որովհետև իր Արարչի դերում ինքը այս կամ այն կերպ գործ է ունենում նյութական աշխարհի հետ։ Նյութական աշխարհը դա էգոիստ կենդանեակների աշխարհն է, չէ՞, եւ այստեղ շատ կարեւոր հարց է, որ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը գործ է ունենում այդ էներգիայի հետ, ինքը այդ էներգիայի ազդեցությունը իր վրա կրում է, թե ոչ։ Հա։ Սա ուրեմն բավականին էական հարց է եւ բավականին էական խնդիր է։ Եվ դրա համար արիացիները իրենք հատուկ ուշադրություն են դարձնում, որ նյութական էներգիան դա Գերագույն Աստծո անձնավորության հովանավորության տակ գտնվող էներգիա է եւ այն ենթարկվում է Գերագույն Աստծո անձնավորության ուրեմն կամքին, որտեղ այո, իր ֆունկցիան է ապահովել ուրեմն ատող կենդանեակներին, կրքոտ կենդանեակներին, բոլոր տեսակի այն ամեն ինչով ինչի կարիքը որ իրենք ունեն, չէ, բայց միևնույն ժամանակ ուրեմն նյութական էներգիայի գլխավոր ֆունկցիան կայանում է նրանում, որ ինքը թաքցնում է Գերագույն Աստծո անձնավորության ուրեմն գոյությունը եւ կենդանեակները իրենք խորասուզվում են անկախության զգացումի մեջ, բայց եւ ինչպես տեսանք Աստվածները իրենք քաչ հասկանում են, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ ամենը իրականացնում է գոյավիճակների միջոցով, այսինքն կենդանեակը ինքը ազատություն ունի մտնել տրամադրության մեջ, թշնամանքի, կրքերի կամ նյութական բարիության, հա, եւ այդ տրամադրությունների հիման վրա կատարել գործողություններ։ Դա դառնում է գոյավիճակ, այսինքն պատճառը հետևանքային կապ, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը վերջում, սա շատ կարևոր է, որովհետև հոգևոր մարդիկ շատ հաճախ իրենք այդպիսի հարց են բարձրացնում իրենց մեջ, որ եթե Գերագույն Աստծո անձնավորությունը կա, ապա նյութական աշխարհում պիտի տիրի ուրեմն արդարություն, բայց դա այդպես չի, որովհետև նյութական աշխարհը ինքը արարված է անարդար կենդանի էակներին, այսինքն նախանց կենդանի էակներին հնարավորություն տալու համար իրականացնել իրենց նախանձը, որպեսզի իրենք վերջում կարողանան ընկալել, թե այդ նախանձը իրենց միջև ուր բերեց։ Հասկանում եք, եւ սա ինքը իրականում շատ կարեւոր թեմա է քննարկելու։ Հիմա հաջորդ ուրեմն խնդիրը, որը այստեղ առաջ է գալիս, ուրեմն կայանում է նրանում, որ կենդանեակները իրանք պետք է հասկանան, որ երբ որ կենդանեակը ինքը մտավ նյութական աշխարհ իր տրամադրություններով, թշնամանքի, կրքի եւ բարիության, այդ դրա հիմքի վրա կատարեց գործողություններ, ինքը բոլոր դեպքերում ուզում է թշնամանք տածի, ուզում է կրքերի մեջ խորասուզված լինի, ուզում է բարիության, չէ, ինքը միշտ վերջնականում համարում է, որ ինքը արժանի է հաղթանակի կամ արժանի է դրական արդյունքների։ Այ արդյունքը ապահովում է Գերագույն Աստծո անձնավորությունը։
Հասկանում եք, եւ այստեղ է, որ եթե հիշում եք, Բhagavad Gita-ի 4-րդ գլխում Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ինքը խոսում էր գործունեության արվեստի մասին, ինքը այդպես էլ ասեց, չէ, որ այդ ուրեմն գործողությունների արվեստը դա хитросплетение, հա, ասենց այ խորամանկ կառուցվածք ունի այդ ամեն ինչը եւ միայն իմաստուններն են, որոնք իրենք կարողանում են, ну, եթե այսպես մի քիչ տնավարի ասենք, գլուխ անեն այդ թեմայից, թե ինչու համար, որովհետեւ երբ որ մենք ասում ենք, որ կա վերածնունդ, այդ վերածնունդի մեջ շատ կարևոր թեմա կա, չէ՞, որն է այդ կարևոր թեման։ Այդ կարևոր թեման ինքը կայանում է նրանում, որ շատ դժվար է հասկանալ, ինչն է դժվար, շատ դժվար է հասկանալ, թե այն իրադարձությունները, որոնք կատարվում են, այդ իրադարձությունները հենց այս պահին են ձևավորվում, թե դրանք անցյալ կյանքերի հետևանքն են։ Հասկանում եք, երբ որ մարդիկ իրենք, նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ ընդունում են անցյալ կյանքերի գաղափարը, չէ, երբ որ իրանք գալիս են այդ հասկացողության, որ այսպես էլի, որ ինչ որ կատարվում է, դա անցյալ կյանքերի խնդիր է, հա, եւ ինչ որ մեզ հետ այս կյանքում ինչ որ իրադարձություններ են կատարվում, դա մեր անցյալ կյանքերի գործած մեղքերի կամ բարեպաշտության արդյունքն է։ Իրականում սա սխալ հասկացողություն է։ Հասկանում եք, որովհետեւ տեսեք, որ մենք ասում ենք անցյալ կյանքերի ինչ որ մի բան անցյալ կյանքերից սկսված երևույթ է սա, չէ՞։ Դա նշանակում է, որ մենք անցյալ կյանքում առաջինը ինչ որ մի հատ քայլ ենք արել։ Եվ այս կյանքում ուրեմն վաստակել ենք ռեակցիա։ Բայց դա չի նշանակում, չէ՞, որ այս կյանքում հնարավոր չի, որպեսզի հիմա էլ այս կյանքում մենք նորից ինչ որ մի առաջինը ինչ որ քայլ անենք եւ ամենակարևորը, որ մեր հանդեպ քայլերը լինեն ոչ թե մեր անցյալ կյանքի մեղքերի հետևանքը, այլ ոնց որ մենք ենք անցյալ կյանքերում առաջինը ինչ որ մի բան սկսել, այդպես էլ այս պահին ինչ որ մի կենթանի էակ է, ինքը ինչ որ մի բանը առաջինը սկսում մեր հանդեպ։ Հասկանում եք, այդ թե իրականությունը, որը այս պահին տեղի ունի, դա անցյալ կյանքի պոչիկն է, կոպիտ ասած, թե այս կյանքում առաջի անգամ իրականացվող գործողություններ, այդտեղ է, որ իմաստությունը առաջի շարք է դուրս գալիս։ Հասկանում եք, այդտեղ է, ինչու համար, որովհետև տեսեք օրինակ, այդ բոլոր գիտությունները, որոնք հիմա, թեկուզ հիմա էլ կան մարդիկ, որոնք իրենք համառորեն հերքում են այդ գիտությունները, բայց իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դրել է այդ բոլոր գիտությունները, ինքը գիտությունների միջոցով ինքը դրել է պատսկասկի հուշումներ, հա? Ինքը հուշումներ է դրել, որպեսզի մարդը բանական էակը, որը մեր ոլորակի վրա դա մարդն է, որպեսզի մարդը ինքը կարողանա անալիզ անի, չէ՞, անալիզ անի, որպեսզի ինքը կարողանա տեսնի, որ կա անցյալ կյանք, այդ անցյալ կյանքում արած գործողություններ, եւ ինքը կարողանա տեսնի, որ այդ գիտությունը կիրառելուց, չէ, մարդը ինքը պարզ տեսնում է, որ այն ինչ որ ինքը այն իրականությունը, որը ինքը ունի, այդտեղ ռեալ այդ նույն իրականությունը նկարագրվում է։ Եվ մարդը ինքը համոզվում է, որ դա ճակատագիր էր։ Հա, հիմա տեսեք, եթե մենք ասենք գնում ենք այդ ուղղությամբ, չէ՞, ես շատ եմ խոսում նրա մասին, որ շատ կարևոր գիտելիքներ են թվագիտությունը, աստղագիտությունը, հիռոմանտիան, ֆիզիոգնոմիստիկան, հա, որտեղ մարդը ինքը կարողանում է այն ինֆորմացիայի միջոցով, որը գրված է ձեր ափերի մեջ, չէ, որը դրված է ընդհանրապես նրա ամբողջ մարմնի մեջ, որը ինքը
որտեղ կա պսիխոմատիկա, չէ, եւ այդ պսիխոսոմատիկայի հետ միասին ուրեմն ձևավորվում է մարդու մարմինը, երբ որ մենք ոչ թե միայն հիվանդություններով, այլև այս կամ այն մարմնի մասի ձևից կարող ենք հասկանալ, թե ինչ հոգեբանությունն է առաջացրել այդպիսի մարմին, չէ։ Եվ ուրեմն, սիրելիներս, չէ, խնդիրը կայանում է նրանում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ հուշումները տալիս է։ Եվ երբ որ այդ հուշումները տալիս է, հնարավոր է դառնում շատ բավականին ճշգրիտ կերպով, ընդ որում այստեղ ես կարող եմ ասել, որ այս պահին կա թվագիտության մեջ հաշվարկի մի ձև, որը ինքը ավելի կարելի ասել ավելի շատ ինֆորմացիա է տալիս, քան աստղագիտությունը, ինչու համար, որովհետև աստղագիտությունը ինքը կախված է ժամանակից։ Այսինքն աստղագիտական հաշվարկը ինքը կարող է լինել ճշգրիտ, երբ որ ստույգ պարզ է երեխայի ծննդյան ժամը։ Չէ՞։ Դրա համար բոլոր այն ազնվորությունները, որոնք իրենք ընդունում են այդ գիտությունները եւ ասենք կուզենային իրենց ծնվող երեխաներին, թոռներին եւ այլն, ուրեմն կարողանային ճշգրիտ աստղագիտության միջոցով ճշգրիտ անալիզներ անեն, իրենք պետք է հոգ տանեն նրա մասին, որպեսզի ուրեմն խնդրեն այն բժշկին կամ այն բուժքույրին, որը ընդունում է ծնունդը, ստույգ ֆիքսել երեխայի ծննդյան պահը։ Հա։ Ուրեմն, ծննդյան պահն է համարվում, երբ որ կներեք երեխայի մարմինը լրիվ դուրս եկավ նյութական աշխարհ։ Ուրեմն, այս բոլոր հնարավորությունները իրանք հնարավորություն են տալիս, որպեսզի կենդանիակը ինքը կարողանա հասկանա ինչն է իր անցյալ կյանքերից եկած իրադարձություններ, իսկ ինչն է որ տեղի է ունենում հենց հիմա։ Ուրեմն եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պատասխան է տալիս, այսինքն ընտրությունը, վերաբերվելու ընտրությունը, այդ վերաբերմունքի հիմքի վրա գործելու հնարավորությունը, այդ երկու փուլերում կենդանիակները իրենք ազատ են։ Իհարկե այստեղ կամաց ձևավորվում է էլի Գերագույն Աստծո ազնվորության կամքը, ինչ տեսքով, չէ՞, ինչպես է կենդանիակը ինքը կարողանում կորցնել իր ազատությունը։ Ինքը կարողանում է կորցնել ազատությունը, որովհետև ինքը ինչ է անում։ Օրինակ ասենք, անցյալ կյանքում կենդանիակը ինքը, ասենք, ինչ որ մի հատ ոչ բարենպաստ արարք է կատարել, չէ՞։ Ենթադրենք, ինքը իր ամբողջ կյանքում նսեմացրել է աղքատներին, երբ որ ինքը բարեկեցիկ էր։ Այսինքն մի անգամից իր հաջորդ կյանքում, չէ, ինքը դառնում է, ծնվում է որպես ոչ բարեկեցիկ ազնվորություն, այսինքն աղքատ է ծնվում, հա, եւ ստանում է այդպիսի բարեկեցիկ մարդիկ, որոնք իրան արհամարում են, նսեմացնում են եւ այլն, չէ՞, տեսեք, այսինքն իր անցյալ կյանքի գործողությունները այս կյանքում սահմանափակեցին իր ազատությունը։ Հիմա մենք բազմիցս քննարկել ենք, որ իմինը ծննդի հետ կապված բոլոր պայմանները իրանք խոսում են անցյալ կյանքի առած չարածի մասին։ Հա։ Հիմա տեսեք ուրեմն, դա այդպես է, բայց այս կյանքում էլ կարող են լինել նոր իրադարձություններ։ Եվ եթե կենդանիակը ինքը անցյալ կյանքում բարեպաշտության պաշար չունի հավաքած, երբ որ այս կյանքում ինչ որ մեկը ագրեսիայով առաջինը գալիս է, որ մտնի իր կյանք, չէ, իր բարեպաշտության պաշարը չի հերիքում, որպեսզի ինքը ազատություն ունենա կամ ռեսուրս ունենա պաշտպանվելու։ Հա, եւ այս իմաստով այո, կենդանիակները իրենք էլ կոպիտ ասած իրենց համար բան են անում։ Գիտեք,
Համակարգչային խաղերն են բոլորը այդ նույն հիմքի վրա բանարած պատրաստված, չէ՞։ Օրինակ ասենք ես արդեն տարիքս մեծ է եւ ասենք հիշողությունը լավ վիճակում պահելու համար ունեմ 2-3 խաղ, որտեղ միտեղ մաթեմատիկական հաշվարկներ են արվում, մյուս տեղը ասենք սմիկալկը, տրամաբանությունն է ստուգվում, բան եւ ուղեղը ինքը ինչ որպես այսպես աշխատանքային վիճակում է մնում։ Եվ այդտեղ բարձր չէ ռեկլամներ են գալիս խաղերի ուրիշ։ Եվ օրինակ ասենք այն մի հատ խաղ է գալիս, որտեղ ուրեմն ինչ որ արջուկ է, թե ինչ որ մի հատ կենթանի է, օրինակի համար, չէ, որը ինքը այսպես իր մեջքի հետևը պիտի այսպես սալիկներ հավաքի, որից հետո երբ որ ինքը օրինակ հայտնվում է մի այնպիսի վայրում, որ այսպես ոնց որ անդունդով պիտի անցնի, այդ սալիկները ճանապարհ են դառնում, ինքը վազում է։ Չէ՞։ Եվ խաղը ինքը ինչպես է կազմակերպված։ Այն ինքը վազում է հլդեր քանի հողի վրա է, վազում է այդ ճանապարհով, իր առաջ հայտնվում են ինչ որ այսպես բաներ, որ բազմապատկած 10-ի կամ գումարած 5։ Այնինքը որը կընտրի, ոնց կգնա։ Այսինքն իր ինքը մեջքի հետևի սալիկները 10 անգամ կավելացնի, թե ընդամենը 5 հատով։ Եվ հետո երբ որ ռեկլամն է գնում, չէ, գալիս է մի տեղ, որտեղ այնքը դիտավորյալ այդպես է արվում, որ սխալվեց, քիչ վերցրեց, չէ։ Եվ երբ որ եկավ այդ անդունդի վրայով անցնելու կետը, իր սալիկները այսպես առաջն էին գալիս, ինքը վազում է, մեկ էլ հոպ սալիկը չհերիքեց եւ ինքը ընկավ ներքև։ Այդ ճակատագիրը հասկանում եք, այն այսպես մեկը մեկին այդպիսինն է։ Դրա համար, որպեսզի կենթանիակը ինքը միշտ ռեսուրս ունենա դիմակայել, չէ՞։ Պետք է մի շատ կարևոր գործոն պահպանել կյանքում։ Կյանքի բոլոր ոլորտներում պետք է միշտ նպաստել ուրիշ կենդանի էակների երջանկությանը։ Հասկանում եք։ Եթե մենք հանդիպում ենք աղքատ մարդկանց, պետք է իրենց ինչ-որ մի փոքր մեր ուժերի սահմաններում պետք է աջակցություն ցուցաբերենք, հա։ Եթե ասենք իրենք բան են, եթե մենք ասենք հանդիպում ենք այնպիսի մարդկանց, որոնք, չգիտեմ, կարիերայի մեջ այդքան էլ հաջողակ չեն, ինչքան մենք ենք, անձնական կյանքում, երբ որ մենք աջակցում ենք, մենք հավաքում ենք բարեպաշտության պաշար։ Այդ պաշարն է, որը հետագայում, երբ որ հաջորդ կյանքում որևիցե մեկը առաջինը ոտնձգություն է անում մեր հանդեպ, չէ, կոպիտ ասած, այդ պաշարը ինքը այսպես պատի նման կանգնում է այդ ազնվորության դիմաց։ Եվ ինքը այսպես ինչ էլ անի, այդ պատին է խփվում եւ ոչ մի կերպ չի կարողանում մոտենալ այն մարդուն, որը բարեպաշտության պաշար ունի։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, շատ հաճախ մարդիկ իրենք շփոթում են, ասենք այնպես է ստացվում, որ ազնվորությունը ինքը ուղղակի մոտեցում է ունենում տարբեր տեսակի տեխնիկաների, չէ, որի միջոցով ինքը կարող է օրինակ ապահովել իր պաշտպանությունը։ Եվ եթե ազնվորությանը արդեն այդ տեխնիկաները գալիս են, հա, դա արդեն նշանակում է, որ այդ ազնվորությունը ունի այդ պաշարը, որ իրան այդ տեխնիկաները գալիս են, ինքը վերցնում է եւ ուրեմն օգտվում է, չէ՞։ Եվ այստեղից է էլի, որ շատ մեծ խառնաշփոթ է առաջանում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անձամբ ոչ մի շահագրգռվածություն չունի, որևիցե կենդանեակին նյութական երջանկություն կամ նյութական տառապանք տա։ Դա կենդանեակը ինքն է անում, կախված նրանից, թե ինքը ինչ տրամադրությունով է շփվում արտաքին աշխարհի հետ։ Նոր ես արդեն ասեցի, եթե ատելությամբ, ուրեմն բռնություն է ստանում, եթե վերջնականում, եթե կրքերով, ապա էգոիզմ է ստանում, այսինքն ինքը էգոիստաբան է վերաբերվում, էգոիզմ էլ ստանում է։ Եթե բարիությամբ, ապա բարիությամբ է ստանում, բան գալիս, այսինքն արդյունքը տվողը
վերջնականում գերագույն Աստծո անձնավորությունն է։ Եվ սա է կարևորը, որ մենք հասկանանք, որ նյութական աշխարհում գերագույն Աստծո անձնավորությունը ոչ մեկին չի խանգարում արատավոր արարքներ կատարել, բայց ինքը պատասխանը ապահովում է։ Հասկանում եք, սա է նյութական աշխարհի ամենագլխավոր, ուրեմն օրինաչափությունը, որով գերագույն Աստծո անձնավորությունը ղեկավարում է նյութական աշխարհը, եւ կիսաստվածները իրենք խոսեցին նրա մասին, որ իրենք հասկանում են այդ ամենը, չէ՞։ Մենք տեսանք, որ կիսաստվածները շարունակեցին իրենց աղոթքները եւ ուրեմն հիշատակեցին իմաստուններին, որոնք իրենք ուրեմն յուրահատուկ տեսողություն ունեն, քննարկվեցին, կներեք, ես չշփոթեմ, որտեղ հիմա իմ մոտ աշակերտներիս հետ թեմաներն են նույնը։ Այո։ Եվ ուրեմն կիսաստվածները իրանք խոսում էին նրա մասին, չէ, որ այն ազնվորությունները, որոնք իրենք խճճված են այդ ժամանակավոր թեմաների մեջ, կապված նյութական աշխարհի կամ նյութական մարմիններ ունեցող կենդանիակների հանդեպ, որտեղ ամենագլխավոր տրամադրությունը դա իմը եւ եսն է, չէ՞, իրանք չեն կարող տեսնել Աստծուն։ Մենք դրա մասին խոսեցինք։ Մենք տեսանք, որ կիսաստվածները իրենց նույնպես, ուրեմն վերագրեցին այդ դիրքը, որ իրանք էլ նյութական ցանկություններ ունեն, հա, բայց ուրեմն իրանք բարենանում, որ մենք խնդրում ենք քեզ, որպեսզի մենք կարողանանք ապաստարան գտնել քո լոտոսային ոտքերի մոտ, հա, ինչու համար, որովհետև միայն այդ ապաստարանը կարող է օգնել կիսաստվածներին, որպեսզի իրենք լիարժեք կատարեն իրենց պարտականությունները։ Եվ ուրեմն մեր վերջի տեքստում, որը մենք քննարկեցինք, Մայտրեյան ներկայացնելով կիսաստվածների աղոթքները, ուրեմն կիսաստվածները իրենք հետևյալ տեքստ արտաբերեցին, ով Տեր, նրանք ովքեր իրենց լուրջ վերաբերմունքի շնորհիվ հասնում են լուսավորված նվիրված ծառայության մակարդակին, հասկանում են հրաժարման եւ գիտելիքի ամբողջական իմաստը եւ հասնում են վայկունդալոկային հոգեվոր երկնքում, պարզապես խմելով քո պատմությունների նեկտարը։ Եվ մենք քննարկեցինք այն թեման, թե վայկունդալոկան դա որ տարածքն է հոգևոր աշխարհում, ինչի մասին է այդտեղ խոսքը, չէ՞։ Գլխավոր խոսակցությունը ինքը գնում էր նրա շուրջ, որ դա այսպես հարաբերությունների հարստության տեսանկյունից վայկունդալոկան դա ամենացածր մոլորակներն են հոգևոր աշխարհի, որտեղ հիմնականում ապրում են նրանք, ովքեր որ ծառայողական տրամադրություններ ունեն գերագույն Աստծո անձնավորության հանդեպ։ Մենք պետք է այստեղ հասկանանք, որ երբ որ մենք խոսում ենք կենդանիակի եւ գերագույն Աստծո անձնավորության հարաբերությունների մասին, ապա այդ հարաբերությունները ընտրում են նաև կենդանիակները, այսինքն իրենք ոչ թե պարտադրված են լինեն այն մոլորակներում հոգևոր աշխարհում, որտեղ ծառայողական հարաբերությունները գլխավորն են, հա, այլ իրենց հենց դուր են գալիս այդ հարաբերությունները։ Հասկանում եք, ինչի համար, որովհետև գերագույն Աստծո անձնավորության հետ գտնվել բանի մեջ, ասեք, ծառայողական հարաբերությունների մեջ, դա միշտ նշանակում է լինել յուրահատուկ կերպով դրա կողմից պաշտպանված։ Թեկուզ թվում է, որ կենդանիակները Աստծուն ծառայում, բայց գերագույն Աստծո անձնավորությունն էլ ի պատասխան այդ դիրքին միշտ այսպես պաշտպանողի դերում կանգնած է կենդանիակների գլխի վերևում։ Մենք հիմա շատ ընդհանրացված ենք խոսում այս թեմաների շուրջ, շատ ավելի մանրամասնորեն այդ թեմաները կքննարկենք, երբ որ դրա ժամանակը կգա։
Եվ այսօրվա մեր տեքստը ես կարդամ եւ շարունակենք մեր քննարկումը։ Կիսաստվածները շարունակում են աղոթել։ Մյուսները, ովքեր խաղաղվել են տրանսցենդենտալ ինքնաճանաչման միջոցով եւ հսկայական ուժի ու գիտելիքի շնորհիվ նվաճել են բնության գոյավիճակները, նույնպես մտնում են քո մեջ, բայց նրանց համար դա ուղեկցվում է մեծ ցավով, մինչդեռ նվիրյալը պարզապես կատարում է նվիրված ծառայություն եւ այդպիսով չի զգում նման ցավ։ Ներեք ես այստեղ մի հատ պիտի այս տեքստը բերեմ ռուսերենով։ Ներողություն եմ խնդրում մի վարյա, հա։ Այս այլ ոչ թե ցավով, այլ ճիքերով, հա։ Ես ռուսերեն տեքստից թարգմանեմ, վստահ եմ, որ աշակերտուհիս թարգմանել է անգլերեն բնօրինակից, բայց այդ ցավ բառը այստեղ տեղին չի։ Ուրեմն մյուսները, այսինքն առաջի հերթին դրանից նախորդ տեքստը, չէ, ինքը այսպես էր, որ օտեր այն ազնվորությունները, որոնք իրենք լուրջ են վերաբերվում քո հանդեպ ծառայությանը, ուղղակի լսելով քո գործողությունների մասին պատմությունները, հասնում են նվիրված ծառայությանը եւ նվիրված ծառայության մեջ ուրեմն այդ պրասվիկլեոնս լուսավորվածությանը, որը այդ լուսավորվածությունը ինքը այսպես խորանում է գիտելիքի խորը իմաստների մեջ եւ հրաժարման մեջ է հաստատում կենթանեակին, այդպիսի ազնվորությունները իրենք հայտնվում են ուրեմն հոգևոր արքայության վայկունթա լոկա։ Լոկա նշանակում է մոլորակ, հա, վայկունթա մոլորակների վրա։ Ուրիշները, հաջորդ մեր տեքստը այսօրվա, ուրիշները, նրանք, ովքեր իրականացման այդ տրանսցենդենտալ ինքնաիրականացման process-ի մեջ ձեռք են բերել ուրեմն խաղաղություն եւ հենվելով իրենց գիտելիքի եւ ուժի վրա հաղթահարել են երեք գոյավիճակների ազդեցությունը, նրանք նույնպես մտնում են քո մեջ, բայց իրանք հասնում են դրան մեծ ճիքերի շնորհիվ, հա, որը այդ ճիքերը իրանք բանեն էլի նիվեդմի բառացի ասեմ, հա, այդպիսի ճիքերի հետ ծանոթ չեն նվիրյալները, որոնք ուղղակի քեզ ծառայում են։ Հա, սա ինքը իրականում հոգևոր կրթության, հոգևոր ճանապարհների մասին պատկերացումների արիացիների շատ սկզբունքային տեքստ է, հա։ Ուրեմն ես մշտական մի քանի անգամ արդեն քննարկել եմ այս հարցը եւ մենք քանի գնանք կտեսնենք, որ կառուցվածքը ինքը այսպեսին է, չէ՞։ Մենք մշտական խոսում ենք նրա մասին, որ եւ ստիպված անդրադառնում ենք այդ թեմային, ուղղակի երբ որ թեմաներ կան, որը երբ որ մենք քննարկում ենք վերջին կետը, չէ՞, պիտի անպայման հիշենք այդ ճանապարհը, որը անցնում է, որպեսզի այս վերջին կետը օդից այսպես օդում չհնչի, այլ մենք տրամաբանությունը նորից այդ կապը վերականգնվի, չէ՞։ Ուրեմն մենք ամեն անգամ ասում ենք, որ արիացիների կատարմամբ հոգևոր կյանքը ունի 4 փուլեր՝ նյութական աշխարհի նյութական կյանքի կարգավորում, նյութական աշխարհից ազատագրում, գերհոգու հետ հանդիպում եւ նվիրված եւ մաքուր սիրով վերականգնում Աստծո հանդեպ։ Հիմա եւ ես մշտական խոսում եմ, թե որ հոգեբանությունն է կենթանեակին ստիպում, որպեսզի ինքը մնա այս կամ այն ճանապարհի մեջ։ Երբ որ մենք խոսում ենք առաջի этаպի մասին, չէ՞, ուրեմն տեսեք, բոլոր этаպներում
այդ էտապները իրենք շատ խիստ կապված են կենդանի էակի այստեղ երկու գործոն ասվեց, ուժը և գիտելիքը, չէ, ընդհանրապես մենք պետք է հասկանանք, որ ինչ-որ մի տեսակի ուժ կենդանի էակը իր մեջ այդ ներքին ուժ ինքը հավաքում է այն պարագայում կախված նրանից, թե ոչ թե պարագայում, այլ կախված նրանից, թե ինքը ինչ գիտելիք ունի։ Ընդհանրապես մարդու այդ ներքին ուժը ինքը ձևավորվում է նրա գիտելիքի մակարդակից, գիտելիքի բնույթից և գիտելիքի մակարդակից։ Հիմա, տեսեք, ուրեմն, երբ որ մենք խոսում ենք առաջի փուլի մասին, որտեղ ուրեմն կենդանի էակը ինքը կարգավորում է իր նյութական գոյությունը, մենք բազմիցս քննարկել ենք, որ այդ փուլը ինքը հենված է բարոյականության օրենքների վրա, չէ, եւ ինչ են նշանակում բարոյականության օրենքներ։ Այդ այդտեղից հիմա սկսենք, չէ։ Բարոյականության օրենքները դա նշանակում է մաքրության հանդեպ հակում։ Հա, տեսեք, սա կենդանի էակի ուժն է, հասկանում եք, այսինքն կենդանի էակից, որպեսզի ինքը մտնի այդ առաջի փուլը հոգևոր, որպեսզի գերագույն Աստծո ազնվորությունը կենդանի էակին պաշտպանի բաներից, տառապանքներից եւ տա նյութական երջանկություն, կենդանի էակը պետք է ունենա մաքրություն։ Այդ մաքրությունը ձեռք բերելու համար, հասկանում եք, ազնվորությունը ինքը պետք է ունենա գիտելիք, թե ինչն է մաքրություն համարում Աստված։ Հասկանում եք, որտեղ շատ հաճախ մարդիկ իրանք չեն նկատում, որ իրանք իրանցով ինչ-որ ստանդարտներ են դնում մաքրության և այսպես հարցադրումներ են անում, թե ինչ ենք անում, որ։ Հա, ես ինչը սենց ենք անում, բայց այդ բոլորը ինչ-որ արգումենտ է բերվում, որպես մարդու մաքրություն, դա հենց այդ մարդու կարծիքն է, հասկանում եք, և այդտեղ ստացվում է այնպես, որ մարդը ինքը ինչ-որ մի հատ պատկերացում ունի, թե ինչը պիտի համարվի մաքրություն, հա, և ինքը համարում է, որ ինքը այդտեղ այնքան ճիշտ է, որ ինքն իրան ենթադրվում է, որ գերագույն Աստծո ազնվորությունը պիտի իր հետ համաձայն լինի։ Ես չեմ հոգնելու ասելուց, այնքան եմ ուզում, սիրելիներս, էլի, որ այդ ամբողջ սրտովս ես դա ուզում եմ, որ մենք բոլորս նկատենք, թե որ ինչ-որ կետեր կան, թե այդ կետերում գերագույն Աստծո ազնվորությունը ինչ սկզբունքային բնավորություն ունի, որ ինքը ոչ մի քանակության տառապանքը, չգիտեմ, ես իմ ինչը, ոչ մի բանը չի կարող իրան ստիպի, որ ինքը զիջի ճշմարտությունը, հասկանում եք, այդ դուք իր աչքի առաջ կարող եք գալ, օրինակ մի հատ հիմար գաղափար առաջ քաշեք, իսկ այդ հիմար գաղափարը ինքը նման է պատի, և հայ այդ գլուխներս խփենք այս պատին, ասենք չէ, էսի պատ չի, մենք այս սրա մեջով կարող ենք անցնենք, չէ, էսի պատ չի, գերագույն Աստծո ազնվորությունը այդ պատը այն կողմ չի քաշելու, ոչ մի պարագայում, ինքը այսպես համբերատար նայելու է, երբ որ մենք այսպես կոպիտ ասած պարոն լվիկ եղած դեմքով վերջապես կհասկանանք, որ ճակատով այդ պատը չենք կարողանում ջարդենք։ Եվ իրան կհարցնենք, ոնց է պետք գնալ, ինքը կասի այ Միքայել էս կողմանցի, հա, այստեղից տես պատ չկա, այնտեղ գնա, վերջ։ Հասկանում եք, այսինքն, երբ որ մենք խոսում ենք մաքրության ստանդարտների մասին, չէ, մաքրության ստանդարտները նշանակում է Աստված։ Հիմա, ոնց ենք իմանում մաքրության բաները, այն գաղափարները, որ մենք ենք, որ առաջ ենք քաշում, դա Աստծո կողմից տրված մաքրության, ուրեմն ստանդարտներ, թե մարդու հորինած։ Ես դա մշտական ասում եմ, սիմպտոմները իրանք այնքան հեշտ են եւ այնքան ակնհայտ, հա, բոլոր այն այսպես կոչված մաքրության ստանդարտները, որոնք իրանց մեջ պարունակում են շովինիզմ, այսինքն ինչ-որ մի կենդանի էակ
այդ գաղափարի հետևանքով ստանում է առավելություններ, իսկ մյուսը դառնում է ճնշված, դա մարդու կողմից հորինված է։ Գերագույն Աստծո ազնվորությունը բոլոր կենդանիակներին ընկալում է, ոչ թե ընկալում է, հենց այդպես էլ կա, բոլոր կենդանիակները իր անբաժանելի մասնիկներն են։ Եվ երբ որ ինքն է մաքրության սկզբունքներ առաջ քաշում, չէ, ինքը այն, ոնց ասեմ, բակտերիայից բռնած, մինչև կիսաստված դուրս եկած, բոլորի մասին հոգ է տանում։ Բոլորը պիտի ունենան իրանց ապրելու իրավունքը, իրանց ապրելու տարածքը, հա? Եվ մաքրությունը ինքը այնքան առավել է, եւ մենք դա արդեն քննարկել ենք, որ իրականում նյութական աշխարհի կառուցվածքը ինքը հնարավորություն չի տալիս բացարձակ բարիության հասնել, հա? Բայց ինչքան որ դա հնարավոր է այս աշխարհում ձգտել այդ մաքրության, ուրեմն սկզբունքները պահելը, դա աստվածահաճո է։ Սա պարզ գաղափար է, չէ, ճոճոդ եսի ինչ պետք չի, էլի որ Ամերիկա չենք հայտնաբերում։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պայման է դնում, մաքրություն պիտի լինի։ Այդ մաքրությունը ձեռք բերելու համար կենդանիակը ինքը զարգացնում է համապատասխան գիտելիք, ինչն է համարվում մաքրություն։ Եվ կիրառում է իր կամքի ուժը, որպեսզի այդ մաքրությունը վերցնի եւ ստանում է այն արդյունքը, որը որ Գերագույն Աստծո ազնվորությունը պահանջել է։ Հիմա տեսեք, այն մի կողմից, երբ որ մենք ասում ենք ճիքեր է գործադրում, չէ՞, թվում է, որ այ տեքստը որ ասեց, որ իսկ նրանք ովքեր ծառայում են Աստծուն, իրանք ոչ մի ճիքեր գործադրելու կարիք չունեն, որտեվ այն մենակ նրանով, որ իրանք ինչ որ ճիշտ բաներ են անում Աստծո համար, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շռայլորեն իրենց տալիս է այդ հոգևոր ճանապարհի բոլոր 3 աստիճանների արդյունքները։ Հասկանում եք, չէ՞։ Եվ թվում է, որ առաջի հայացքից ակնհայտ է, որ շատ ավելի լավ է ունենալ Աստծո աջակցությունը, քան թե սեփական ճիքերով ինչ-որ բանին հասնելը։ Բայց արի ու տես, երբ որ մենք նայում ենք արդեն իրականությունը, մենք տեսնում ենք, որ պայմանավորված վիճակում կենդանի էակի այդ գոռոզությունը, որը ինքը ունի պայմանավորված վիճակում, չէ, որովհետև ինչ է, նյութական աշխարհ գալիս են այն կենդանիակները, որոնք իրենք ուզում են ապացուցեն, որ իրենք շատ ավելին արժեն, քան Աստված իրենց ինչ որ մի դիրք է հատկացրել, չէ։ Եվ սա ուրեմն սա է, որ նյութական աշխարհում կենդանիակների գոռոզության հիմքն է։ Եվ տեսեք, որ այդ թվում է, որ ավելի բանական է ընդունել Աստծո օգնությունը, քան սեփական ուժերի վրա, բայց երբ որ մենք նայում ենք քանակությունը մարդկանց, թե ինչ քանակությամբ մարդիկ են հետաքրքրվում Աստծո ծառայության թեմայով, եւ ինչ քանակությամբ մարդիկ են հետաքրքրվում մնացած բոլոր թեմաներով, որոնք իրենց հիմնականում նյութական արդյունքներ են խոսք տալիս, չէ՞, մենք տեսնում ենք, որ դա ուղղակի անհամեմատելի է։ Այստեղ Աստծուն ծառայելու թեմայով հետաքրքրված է մի հոգի, այն մնացած process-ների արդյունքների մեջ շահագրգռված են միլիարդավոր մարդիկ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հենց տենց 1 միլիարդին։ Եթե արդեն այդպես լուրջ ծառայության մասին ենք խոսում։ Հասկանում եք, հիմա տեսեք, այսինքն ինչ է ստացվում, էլի։ Հիմա ուրեմն առաջի փուլի իրականացման համար կենդանի երակից պահանջվում է մաքրություն, ինքը պետք է ունենա գիտելիք, ինչ է համարում Աստված, որ բարոյականություն կամ մաքրություն, եւ ունենա ուժ այդ բարոյականության սկզբունքներին հետևել։ Հիմա երկրորդ փուլը դա ազատագրումն է։ Երբ որ նյութական էներգիան կենդանիակին ազատ է թողնում, всё գոյավիճակները իր վրա չեն ազդում, չէ։ Մենք մշտական խոսում ենք դրա մասին, որ այդ փուլը կենդանիակը ինքը հասնում է արդյունքների հրաժարման, իմաստության եւ հրաժարման բանով,
արդյունքում, չէ՞, տեսեք առաջի փուլում դա ուղղակի գիտելիք էր բարոյականության մասին եւ ուրեմն կամքի ուժեր այդ բարոյականության բաներին հետևելու, կապված լինելով նյութական երջանկությանը։ Երկրորդ փուլում գիտելիքը բարոյականության մասին քիչ է, դարձավ իմաստություն։ Եվ իմաստության քոքը ինքը կայանում է նրանում, որ նյութական աշխարհից ազատագրվելու համար նյութական բարոյականությունը ոչ մի դեր չի խաղում։ Դեր է խաղում հրաժարումը։ Այսինքն, որպեսզի կենդանիակը ինքը կարողանա հաղթահարի նյութական տեսեք, այստեղ արդեն սկսվում է այն, ինչ որ բոլոր կրոնականությունների համար դա ֆանտաստիկ արդյունք է, իրենք դրա մասին ընդհանրապես չեն խոսում։ Հասկանում եք, ինչի մասին է խոսքը։ Թեկուզ հրաժարման թեման բոլորը ունեն։ Հասկանում եք, հա? Եվ տեսեք, ասենք, իմաստությունը, հա, այ արդեն գիտելիքը դարձավ ուրիշ որակի։ Իմաստությունը ինքը ծնում է հրաժարում։ Այսինքն, կենդանիակը ինչ որ լուրջ բաներ է հասկանում այս նյութական աշխարհի թերությունների հետ կապված, ընդ որում ինքը որպես թերություն է արդեն դիտարկում, սա շատ կարևոր է, նաև նյութական երջանկությունը։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է, հա, որտեղ մինչև ինքը չարժե զրկի նյութական երջանկությունը, ինքը չի կարող գնալ հրաժարման։ Հա, ինչի հաշվին է ինքը ուրեմն հրաժարվում նյութական երջանկությունից։ Ժամանակավորության գաղափարի։ Հա, եւ ես մի նախադասությամբ դա միշտ մի հատ սահմանում եմ տալիս։ Երբ որ կենդանիակը ինքը հասկանում է, այսինքն իր իմաստությունը հասնում է մինչև այդ հասկացողության, որ հավերժ հոգու համար ժամանակավոր նյութական ամեն ինչը ավելորդ է։ Երջանկությունը в том числе։ Չէ՞, տեսեք հիմա, նորից դա դարձավ, չէ՞, որ այդ գործոնը գիտելիքը խորացավ, եւ հենց այդ գիտելիքը ինքը այդ ուժը ձևավորեց, որի միջոցով կենդանիակը հրաժարվեց։ Չէ՞։ Այսինքն այդ բոլոր եւ հաջորդը գալիս է գերհոգու հետ հանդիպումը։ Այստեղ յոգերը, չէ՞։ Յոգերը իրենք ազնվորություններ են, որոնք տեսեք, անցյալ կյանքերում ուրեմն պարզ է, եթե նյութական աշխարհում են ապրում, ուրեմն անպայման եղել են եւ տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, հետո մտել են առաքինության դաշտ, կյանքեր շարունակ զարգացել են առաքինության դաշտում այդ վառնաշունը դարմակոչվածի մեջ, այսինքն կրոնական հասարակության մեջ բոլոր շերտերով, այսպես կամաց բարձրանալով, ավելացնելով իրենց բարեպաշտությունը, չէ՞, եւ ավելացնելով իրենց նյութական վայելքները, գալիս են հասնում են հրաժարման, այսինքն սա ինչ է նշանակում, իմաստությունը դա որն է, որ կենդանիակը բացարձակ մակարդակի վրա հասկացել է, որ ինքը հոգի է, հա, եւ այդ հասկացողությունը իրան կարող է բերել ազատագրված վիճակի, այսինքն երբ որ ինքը ոչ մի, իր միտքը զրոյական վիճակում է, որն այդ զրոյական վիճակը մենք սա քննարկել ենք, միտքը չի ողբում անցյալի մասին, ոչ մի ցանկություն չի ձևավորում ներկայում, նյութական աշխարհի ոչ մի օբյեկտի հանդեպ, հա, եւ հետեւաբար չի պլանավորում նյութական ապագա։ Всё։ Կենդանիակը ազատագրված է։ Ինչու է դա վերջանում։ Այդպիսի անձնավորությունները իրանք ծնվում են, չէ, այնպիսի մեկուսի վայրերում, հա, կամ հենց ծնվում են, հակում ունեն, թողնեն գնան հրաժարման այդ Հիմալայների սարերը, չգիտեմ, բնության մեջ, մենակության մեջ, ասկետիկ կյանքով են տեղ ապրել, չէ, այդ դա նշանակում է, որ կենդանիակը ինքը անցյալ կյանքում եւ կարմա յոգան է անցել եւ գյանը, այսինքն ինքը զարգացրել է այն իմաստությունը, որտեղ նյութական երջանկությունը արդեն արժեք զրկվել է իր աչքի առաջ։ Հասկանում եք, ինքը
իմաստություն չի զարգացնում, որ մի ժամ նստի մտածի փիլիսոփայի, հետո վեր կենա եւ գնա խառնվի նյութական գործերի մեջ։ Դա արիական քաղաքակրթության ժառանգության, կրոնական ժառանգության, գիտելիքի իմաստության ժառանգության շահագործումն է էգոիստների կողմից, որոնք հասկանում են, որ էներգետիկ իմաստով, երբ որ իրանք մտնում են այդ process-ների մեջ, իրանք ինչ-որ ուժ են ձեռք բերում եւ իրանք գնում են այդ ուժի հետևից, որպեսզի հետո գան եւ հաջողակ լինեն իրենց նյութական գործերի մեջ։ Սա թե ինչի համար են այս էտապները կիրառում արիացիները, ոչ մի ընդհանուր բան չունի նրա հետ, թե ինչի համար են դա օգտագործում ժամանակակից մարդը։ Սա պիտի հասկացվի։ Չէ, հիմա տեսեք այդտեղ, հիմա անցավ յոգան։ Յոգան դա մեխանիկական փնտրտուքներն են սեփական հոգու։ Չէ, որտեղ կենդանիակը ինքը արդեն ոչ թե հասկանում է, որ ինքը հոգի է, այլ ինքը արդեն այնքան է գնացել այդ հոգու հետևից, որ հայտնաբերում է իրան որպես հոգի։ Հա? Եվ հիմա տեսեք, շատ հետաքրքիր բան է այդտեղ տեղի ունենում, որ այդ վիճակում կենդանիակը հենց որ ինքը արդեն ընկալում, այ ոնց որ ես հիմա ընկալում եմ, որ ես ես մարմինն եմ, չէ, կամ դուք եք ընկալում, այն նույն ձևի յոգը ինքը ընկալում է իր հոգևոր մարմինը։ Հասկանում եք, եւ շատ հետաքրքիր կետ կա այստեղ, որ հենց որ ինքը ընկալում է իր հոգևոր մարմինը, ինքը իր աչքի առաջ տեսնում է գերհոգուն, այսինքն Աստծուն, Արարչին, իր գերհոգու մարմնավորմամբ։ Հասկանում եք, այդ դրա համար է, էլի որ երբ որ կենդանիակներ ասում են, եթե ես հոգի եմ, ինչու ես չեմ տեսնում, որ ես հոգի եմ, ինչու ես չեմ հասկանում, ինչու ես չեմ զգում, չէ՞, ուրեմն բանը պատասխանը ինքը շատ պարզ է։ Կենդանի էակը ինքը գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկն է։ Այդ երկուսը հոգի եւ Աստված իրանք կարելի է ընկալել միայն իրար հետ։ Եվ երբ որ կենդանի էակը ինքը չի ուզում ընկալել Աստծուն, ինքը կորցնում է նաեւ իրան, որովհետեւ հնարավոր չի այդ երկուսին տարանջատել իրարից։ Իրանք նույն բանն են, որակապես։ Հասկանում եք, եւ հնարավոր չի տեսնել Աստծուն եւ չգիտակցել սեփական հոգեվոր մարմինը, որովհետեւ իրանք նույնն են, անբաժանելի մասնիկ է։ Սա շատ կարևոր է, չէ՞։ Եվ դրա համար, երբ որ կենդանիակը ինքը ուզում է բաժանվել Աստծուց, դա տեխնիկապես հնարավոր չի։ Դրա համար իր գերագույն Աստծո ազնվորությունը իրան տալիս է այս իլյուզոր մի հատ մարմին, ասում է գնա լուրջ մտածի, որ էդի դու ես ու այդ խաղալիքը օգտագործի, տես ինչ ես անում այդտեղ, ինչը, բայց ինքը Աստված ու եւ կենդանիակը իրանք միշտ մնում են հոգեվոր աշխարհում։ Հասկանում եք, երբ որ կենդանիակը ինքը չի ուզում տեսնի Աստծուն, ինքը դրա հետ մեկտեղ այդ կորուստն է ունենում, որ այլևս չի կարողանում տեսնել ինքը իրան, որտեղ ինքը իրականում չի ուզեցել ինքը իրան տեսնի, իրան դուր չի եկել այն մարմինը, այն դերը, որ իրան տրամադրել էր Աստված։ Այդ ըմբոստությունն է, չէ՞, կենդանիակին բերում նյութական աշխարհ։ Իսկապես ինքը շատ պարզ է։ Հասկանում եք, շատ պարզ, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, այդտեղ էլ կենդանիակից պահանջվում է կենտրոնացման ուժ։ Դուք պատկերացնում եք, ինչ կարգի ներքին ուժ պիտի ունենա յոգը, այդ ինչ համոզվածություն պիտի ունենա, այդ ինչ կարգի հրաժարում պիտի ունենա, որ ես իրանց ասած թվերը չասեմ, էլի, մեր կյանքի համեմատ ասեմ, եթե մենք ապրում ենք 100 տարի, հա, որ այդ 100 տարվա 40 տարին մտնի մեդիտացիայի մեջ։ Դուք պատկերացնում եք այդ ինչ կենտրոնացման մասին է խոսքը։
Ես միշտ ասում եմ էլի, թող ինձ ներեն ազնվորությունները, որոնք ինձանից մեղանում են, երբ որ ես այդ բառերի վրա սուր ռեակցիա եմ տալիս, բայց երբ որ դու գիտես, թե իրական ստանդարտը որն է, եւ մարդը ինքը կարող է կանգնել քո առաջ եւ հանգիստ ասել, ես 3-4 րոպե սամաթի մեջ էի, հասկանում եք, ոնց ասեմ, էլի, որտեվ ես չեմ սիրում մարդկանց նեղացնել, բայց չեմ էլ կարող դա ընդունել, որովհետև արիացիների ասածը այս է, ինչ որ ես ձեզ ասեցի, եթե ապրում ենք 100 տարի, 40 տարին մեդիտացիայի մեջ, անընդհատ, հասկանում եք, ինչերի մասին է այդտեղ խոսքը, չէ, այսինքն շատ լուրջ եւ այդտեղ կենդանիակը ինքը իր սեփական ներքին ուժով հայտնաբերում է իրան եւ հանդիպում է Աստծուն։ Տեսեք, այստեղ այս բոլոր բաների մեջ ներքին ուժի հաշվին էր կենդանիակը մի էտապից անցնում մյուս էտապի։ Այսինքն ինքը այդ բոլոր process-ների մեջ հոգեբանական տեսանկյունից ինչ ուներ, ինքը մի հատ հավես ուներ։ Էլի որ շատ պարզ ասեմ, ես կարողացա։ Ես կարողացա լինեմ այդպիսինը, որ պաշտպանված լինեմ տառապանքից։ Ես կարողացա լինեմ այնպիսինը, որ լինեմ բարեկեցիկ եւ պաշտպանված։ Ես կարողացա դուրս գամ նյութական աշխարհի ազդեցության տակից։ Ես կարողացա գտնեմ ինձ եւ ուրեմն գերագույն Աստծո ազնվորությանը։ Հա, այդ ես կարողացա, դա էգոն է։ Հասկանում եք, այսինքն կենդանիակը, երբ որ ինքը գնում է այն ճանապարհով, որ ինքը իր աճիքերի հաշվին է բանանում, չէ՞, այդտեղ ինքը իր էգոն է բավարարում։ Հիմա, տեսեք, Աստվածամեժության դարաշրջանում հենց իրենք արիացիները պարզ հայտարարեցին, ասեցին, ուրեմն Աստվածամեժության դարաշրջանում չի աշխատում ոչ կարմա յոգան, Տեր Չայտանյան ասեց, нет иного пути, нет иного пути, չկա ուրիշ ճանապարհ, չկա այլ ճանապարհ, չկա այլ ճանապարհ։ Հեղինակությունները քննարկում են, ասում են, ինչի ինքը 3 անգամ ասեց, որտեղ ինքը փակեց 3 ճանապարհները, եւ կարմա յոգան, եւ գյանա յոգան, եւ դրյանան, այսինքն մեդիտացիոն յոգան, որի մեջ մտնում է այդ հատխաբան դիտուդա։ Հասկանում եք, ինքը փակեց, ինքը ասեց դա չի աշխատում, այսինքն ինչ է նշանակում չի աշխատում։ Մենք հիմա լիքը մարդիկ գիտենք, չէ, որոնք իրան գնում են սարերում, անտառներում, մենակ են մնում, ճգնություններ են կատարում, բայց մենք չի կարող ասենք, որ իրանք ոչ մի բանի չեն հասնում։ Բայց կարող ենք ասել, որ ամեն ինչը ինչին հասնում են նյութական է։ Այսինքն ոչ մեկ այդ process-ների հոգևոր արդյունքին չի կարողանում հասնի։ Ինչու՞, որտեղ իրականում մեր դարաշրջանի ապրող մարդիկ նույնիսկ իրանցից ամենալուրջերը, հասկանում եք, չունեն այն որակավորումը, որը անհրաժեշտ է այդ process-ները սեփական ուժերի հիմքի վրա հասցնել կատարելության, այսինքն ստանալ նրա հոգևոր արդյունքը։ Իմաստություն զարգացնել, այո, խնդրեմ, խաղաղության հասնել, այո, խնդրեմ, ազատագրվել նյութական աշխարհի ազդեցության տակից, ոչ մի դեպքում։ Հասկանալ, թե նյութական աշխարհում գերագույն Աստծո ազնվորությունը ինչքան արդար է, ոչ մի դեպքում։ Բարոյականության դաշտում, հա։ Ես էլ չեմ խոսում հանդիպել գերհոգուն, ոչ մի դեպքում։ Բա ինչ եք ստանում։ Հա, ստանում ենք նյութական երջանկություն, пожалуйста, համեմատաբար, հա։ Ստանում ենք իմաստություն, համեմատաբար։ Մեծ հաճույք եք ստանում այդ բաների, որ ես ինչքան խելոք եմ, այսի եմ հասկանում, են եմ հասկանում, բաս ես նստել եմ տարիներ շարունակ, չէ։
բան յոգա միստիկական ուժեր, пожалуйста։ Գերհոգուն հանդիպում, նի, ոչ մի դեպքում։ Այդ Չայտանյան որ փակեց, ասեց, այդ չի աշխատում, այսինքն հոգևոր արդյունքը, հոգևոր ճանապարհը չի տալի։ Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ իրենք համառորեն այդ բաները ավելի շատ են ձգտում, քան բացին, այսինքն քան Աստծո հետ հարաբերություններ կառուցելը, չէ՞։ Եվ տեսեք, այստեղ ինչ ասեցին կիսաստվածները։ Իրենք ասեցին, այ իրանք ճգնություններ են կատարում։ Դա գիտեք ինչի է նման, էլի։ Մի քանի տարի առաջ ես շատ ուզում էի Էլբրուս գնալ։ Ինձ համար հետաքրքիր էր։ Ես սատի խնդիր ունեմ եւ պարզ է, որ ասենք այդպես ոդկով բարձրանալը 50 կիլոգրամը մեջքից դրած բան, դա ինձ համար չէր։ Եվ այնտեղ բավականին երկար ժամանակ բան կա, ճոպանուղի կա, որ ինքը բավականին բարձր բարձրացնում է 3 ու ինչքան, 4-ի մոտ։ Այնտեղից արդեն կան բան, այդ որ տանում են մարդկանց էլի հայրենի այդ բառը չեմ կարող տեղը վերեմ, այդ մարդիկ կան, որոնք իրանք եթե դու ցանկություն ունես, այ արդեն այդ վերևից քեզ կարող են տանել մինչև համարյա թե բանը, համարյա թե պրակտիկորեն մինչև գագաթը։ Մի քիչ ավելի քիչ, բայց էլի բավականին մեծ արդյունք է, չէ՞։ Ու ասենք մենք հիմա նստած ենք այդ ճոպանուղու վրա, բարձրանում ենք վերև, եւ ես նայում եմ ներքևը այդ մարդիկ այդ 50 կիլոգրամով բաները վրաները այսպես տանջվելով բարձրանում են։ Բան, ու այստեղ մեծ փիլիսոփայական հարց է, չէ՞ սա։ Որ ասենք, այն մարդ կա, որի համար չէ, կարևորը ինչն է, այսա, արդյունքը թե process-ը։ Եթե մարդը իր համար կարևորը դա վերջնականում սարի գլխին հայտնվելն է, հա, ով է ավելի բանական։ Նա ով որ ճոպանուղով է գնում այդ սարի գլուխը, թե նա ով որ ոտքով է բարձրանում։ Հավերժ հարց է, չէ՞, ոչ մեկ այս հարցին վերջնական պատասխան չի կարող տալ։ Հասկանում եք, ինչի համար, որովհետև նրանք ովքեր որ ոտքով են գնում, չէ, իրանք ձեզ կսկսեն պատմել, թե այդ ամեն մի քայլը, այդ դժվարությունները, այդ հաղթահարելը, դա ինչ հաճելի գործընթաց է։ Հասկանում եք, բայց եթե մենք բանականության տեսանկյունից ենք վերցնում, ճիշտը դա միշտ նա է, որպեսզի հնարավոր լինի քիչ ճիքերով հասնել արդյունքի։ Չի մանակ ասենք, այլ դու մարդու ասեք, այ դու ոչ ճանապարհը կընտրես քիչ ճիքերով արդյունքի հասնես, թե շատ ճիքերով, ինքը կասի իհարկե քիչ։ Բայց հենց տեղը գալիս է սարը բարձրանալու, շատերը մտածում են, որ չէ, այ ճիշտը ինքնուրույն գնալն է, ինչու որ այ ես կարող եմ, այ այդ ամեն ինչը հաղթահարեմ։ Ով է ճոպանուղով բարձրանում, ոչ թե նա ով որ բանական է, այլ նա ով որ թույլ է։ Ու ինքը չի կարող ապրել այն հաճույքը, որը ստանում է այն մարդը, այդ նույն հոգեբանությունն է այստեղ հիմա քննարկվում։ Եվ սա շատ խորը հոգեբանություն է, հասկանում եք, շատ։ Այդտեղ որ այդ մարդը ինքը այդ հաճույքն է ստանում։ Ես կարողացա, ես կարող եմ ինքս հաղթահարեմ, բան չեմ։ Հետո եսը դառնում է մի հատ եսի միջ։ Հասկանում եք, հետո երբ որ իրանք իջնում են, իրանք իրանցից գող, չէ՞ որ իրանք իր ինքնուրույն բան, մարդիկ էլ իրանց, վաու, այս ինչ ուժեղ մարդիկ են, նկարում են, բան, այդ ամեն ինչն է, չէ՞, իրանց այդտեղ հետաքրքիր։ Վերջնականում։ Հասկանում եք։ Հիմա Սիրելիներս, ու այդ դրա տակ մեծ փիլիսոփայություն է տրվում։ Ամեն քայլը, երբ որ դու ինքնուրույն բարձրանում ես, այդ սարի ամեն մի հարկը ինքը իր էներգետիկան ունի, իր իմաստը, դու կամաց մտնում ես այդ տրամադրությունների մեջ, այնտեղ աճ ես ապրում, բան, իսի միջ, դեն են։
Այստեղ տեքստը ասեց, իսկ նրանք ովքեր անմիջապես ծառայում են Աստծուն, իրանք ընդհանրապես ծանոթ չեն ճիգեր կիրառելու անհրաժեշտության ուղու հետ։ Հասկանում եք։ Տեսեք, այն միանգամից ինչը հաստատվեց, ինչ են հասկանում կիսաստվածները, այս տեքստով իրանք հիմա ինչ ասեցին, որ նրանք, ովքեր որ ինչ է շախում ծառայել, նրանք, ովքեր որ կատարում են քո կամքը, արդյունքներ են ստանում առանց ճիգերի։ Այսինքն ճիգը դա միշտ նշանակում է, կոպիտ ասած, ոնց որ Աստծո կամքին դեմ, սենց բան էլի, պատը փորձես ճաքես անցնես, Աստծո կամքի մեջով անցնես, Աստծուն ստիպես քո ճիգերով, որ ինքը անի այն, ինչ որ դու ուզում ես։ Չէ, նես չի, որ Աստված դեմ է։ Մենք դեռ ձեզ հետ շատ շուտով պատմություն կունենանք, որտեղ շատ համով կքննարկենք Տեր Շիվայի դիրքը, որը հենց այդ Աստվածն է, որը ինքը զիջում է կենդանիակների սխալ ցանկություններին եւ կատարում է իրաց բոլորի ցանկությունները։ Հասկանում եք, սա շատ կարևոր հոգեբանական կետ է, որ այսինքն հիմա այստեղ կիսաստվածները սա են ասում, որ շատ կենդանիակներ իրանք հասնում են նրա, որ խառնվում են միջալոց, տեսեք, այստեղ շատ կարևոր է, էլի, այնտեղ ինքը ասես նրանք գնում են վայկույթալոկա, այսինքն գնում են այնտեղ, որտեղ հարաբերություն կա քո հետ, իսկ սրանք, ովքեր որ ճիգերով են ուզում քեզ հասնեն, իրանք լուծվում են քո մեջ։ Եվ տեսեք այդ հոգեբանությունն է, էլի, հիմա ես չգիտեմ, էլի, ես կարողանում եմ բացատրեմ, էլի, այդ նրբությունը, որ ինձ հարազատ լեզվով չեմ խոսում, ինձ համար դժվար է, էլի։ Հասկանում եք, տեսեք, չէ՞։ Ասեք ինչի մասին է խոսքը, ինք ասես մտնում են քո մեջ։ Եվ այո, իմպերսոնալիստների գլխավոր գաղափարը ո՞րն է։ Իրանց գլխավոր գաղափարը այն մտքի մեջ է, որ երբ որ կենդանիակը ազատագրվում է, ինքը դառնում է Աստված։ Ես միշտ վերել եմ, չէ՞ ձեզ, այդ կաթիլի օրինակը, կաթիլը ընկավ օվկիանոսի մեջ, ինքը օվկիանոս է վերջ, դու այդ նույն կաթիլը այլևս չես կարող հանես։ Տեսեք հոգեբանորեն ինչն է իրանց վերջնականում հետաքրքիր։ Այդ ես կարող եմ իդեայի մեջ վերջնական ո՞րն է իրանց հետաքրքիր։ Եթե ես կարող եմ, ուրեմն ես Աստված եմ։ Դրա համար ես Աստվածներն ասեցին, մտնում են քո մեջ։ Այսինքն դառնում են դու։ Այդ գաղափարն է։ Իսկ նրանք, ովքեր քեզանից առանձին են միշտ մնում, այսինքն կատարում են քո կամքը, իրանք երբեք քո հետ զուլվելու խնդիր չունեն։ Եվ այո, պերսոնալիստները իրանք հենց այդպես էլ նկարագրում են իրենց հոգևոր կյանքը։ Իրենք ասում են ավելի լավ է դժոխքներում վառվել, քան լուծվել Աստծո մեջ։ Բայց այս հոգեբանությունը մենք իհարկե հետագայում շատ մանրամասն կքննարկենք։ Իսկ այսօր ուրեմն պիտի հասկանանք, որ կիսաստվածները հիմա շատ յուրահատուկ հասկացողություն են ցուցաբերում այդ կենդանիակների միջև, որոնք իրենց ճիգերի միջոցով, այսպես բան էլի, ասենց զորով ճանապարհ բացելով իրենց համար հասնում են ինչ-որ արդյունքի, եւ որովհետեւ այդտեղ իրանք գոռոզություն են զարգացնում, Գերագույն Աստծո անձնավորությունը իրանք ընդունում է իր մեջ, որ իրանք բավարարվեն իրենց ճիգերի դիմաց, բավարարվեն այդ գաղափարով, որ ես դարձա Աստված։ Հասկացաք, Աստծո մարմնի մի մասնիկ է, դա դարձա մտա իր մեջ, դարձա Աստված։ Իսկ նրանք, ովքեր հասկանում են, թե Գերագույն Աստծո անձնավորությունը ինչի համար է, որ բաղկացած է իրենից անջատված կենդանիակներով, նրանք գերադասում են ունենան Աստծո հետ հարաբերություններ, այդ հարաբերությունների մեջ
կատարեն Գերագույն Աստծո աստավորության ցանկությունները, որովհետև իրանք միշտ համոզվում են, որ իրանք այդպես են ապրում, իրանք բացարձակ երանության մեջ հաստատված կենդանի էակներ են։ Եվ ամենակարևորը, ոչ մի ինչ-որ սարսափելի ճիգեր երբեք երանելի լինելու համար ոչ մի սարսափելի ճիգեր չեն գործադրում։ Ասենք եւ իհարկե ես այստեղ միայն մի բան կարող եմ վերջում ասել, որ այդ երկու ճանապարհների, այդ երկու տրամադրությունների մեջ իհարկե կենթանիակները ազատ են ընտրել այն ճանապարհը, որը իրենց ավելի հոգեհարազատ է։ Եվ այսօր այսքանը, սիրելի տերս,